Ողջույն հարգելի ընկերներ, այսօր կխոսենք պտղի հետույքային առաջադրության, պատճառների, ախտանշանների, ախտորոշման և բուժման մասին։ Ինչի մասին կուզենայիք լիներ մեր հաջորդ տեսանյութը, գրեք կոմենտի ձևով և մենք կպատրաստենք այն ձեզ համար։ Պտղի հետույքային առաջադրություն։ Հղիության ամբողջ ընթացքում պտուղը կարողանում է ժամանակ առ ժամանակ փոխել իր դիրքը։ 34-րդ շաբաթում պտուղը հիմնականում լինում է գլխային առաջադրությամբ, ինչը բնական է և ավելի ապահով ծննդաբերության համար։ Լինում է սակայն դեպքեր, երբ երեխան հետույքային դիրք է զբաղեցնում արգանդում։ Պատճառները։ Բուն պատճառներն առ այսօր պարզ չեն։ Երբեմն հետույքային առաջադրությունը կապում են հետևյալ երևույթների հետ. վաղաժամ ծննդաբերություն, բազմապտուղ հղիություն, պտղի զարգացման արատներ, գերջրություն կամ սակավաջրություն, արգանդի հետ կապված խնդիրներ և այլն։ Ախտանշանները։ Հատուկ ախտանշաններ չկան։ Դժվար է որևէ նշանով զգալ, որ պտուղը հետույքային առաջադրությամբ է։ Հնարավոր է, որ կինը սկսի փոքրիկի հարվածներից կասկածել, որ նրա ոտքերը որովայնի ներքևի մասում են, իսկ գլուխը վերևում։ Այդ դեպքում պետք է դիմի իր մանկաբարձ գինեկոլոգին։ Ախտորոշումը։ Ախտորոշումն իրականացվում է զննմամբ։ Բժիշկը զննում է որովայնի վերին և ստորին հատվածները, ինչպես նաև արգանդի պարանոցը, իսկ ամենահստակ պատկերը տալիս է ուլտրաձայնային հետազոտությունը։ Բուժումը։ Մանկաբարձական չբարդացած իրավիճակի դեպքում, երբ երեխայի ումոր վիճակը լավ է, կոնքի և պտղի չափը համապատասխան են, մոր օրգանիզմը կենսաբանորեն պատրաստ է ծննդաբերությանը և այլն, հնարավոր է ծննդաբերել բնական ճանապարհով։ Այդուհանդերձ բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում ծննդալուծումն իրականացնել կեսարյան հատմամբ։ Բարդությունների դեպքում ծննդկանը հոսպիտալացվում է և անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում պտուղ ընկերքային անբավարարությունն ու ախտաբանական այլ վիճակների առաջացումը կանխելու նպատակով։ Հավանեցիք տեսանյութը, ուրեմն սեղմեք բաժանորդագրվել և լայքի կոճակը։ Դա կոգեշնչի մեզ էլ ավելի շատ նյութեր պատրաստել ձեզ համար։ Շնորհակալություն։